2018 թվականից սկսած Հայաստան հիմնադրամի վերականգնվող էներգիայի զանգվածային ծրագրերի շնորհիվ բազմաթիվ սահմանային բնակավայրերում ապրող ընտանիքներ ապահովել են շուրջօրյա անվճար տաք ջրամատակարարմամբ։ Բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, մանկատներ եւ հիվանդանոցներ զգալիորեն նվազեցրել են իրենց էլեկտրաէներգիայի ծախսը։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում իրականացվել է արևային ջրատաքացուցիչների տեղադրում Սիսիան քաղաքում եւ Անգեղակոտ գյուղում Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։ Անգեղակոտ համայնքի մանկապարտեզի տանիքին տեղադրվել է նաեւ 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային պանելներ։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Սիսիան քաղաք, Անգեղակոտ գյուղ, շահառու 27 ընտանիք։ Բյուջե՝ Սիսիան եւ Անգեղակոտ 12.114.000 դրամ, 30.000 ԱՄՆ դոլար։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստան հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից։ Ջրատաքացուցիչներ են տեղադրվել նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ եւ Կորնիձոր բնակավայրերում բնակվող Արցախից թվով 8 տեղահանված ընտանիքների եւ այդ բնակավայրերում բնակվող թվով 4 կարիքավոր ընտանիքների տների տանիքներին։ Սյունիքի մարզ, Տեղ եւ Կորնիձոր գյուղեր։ Շահառուներ, Արցախի 8 ընտանիք, Տեղ եւ Կորնիձոր 4 ընտանիք։ Բյուջե՝ Տեղ եւ Կորնիձոր 4.756.000 դրամ, 12.000 ԱՄՆ դոլար։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստան հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի կողմից։ Հայաստան համահայկական հիմնադրամի, ԱԿԲԱ բանկի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին եւ Աղավնաձոր համայնքների 2 դպրոցների տանիքներին տեղադրվել են 20 կՎտ արևային կայաններ, որի արդյունքում դպրոցները տարեկան կխնայեն 5 միլիոն դրամ։ Խնայված միջոցներով կբարելավի նշված դպրոցների առաջինից 4-րդ դասարանների երեխաներին տրամադրվող դպրոցական սննդի որակն ու բազմազանությունը։ Շատինի դպրոց 34 սան, Աղավնաձորի դպրոց 122 սան։ Ծրագիրն իրականացվել է ԱԿԲԱ բանկի վիզա բարերար քարտերով կատարված անկանխիկ գործարքներից գոյացած միջոցներով։ Բյուջե 23.040.000 դրամ, 58.000 ԱՄՆ դոլար։ Արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում նաև Սյունիքի մարզի Տեղ եւ Կապան համայնքների դպրոցներում։ Արտադրված արևային էլեկտրաէներգիան կբավարարի դպրոցի էլեկտրաէներգիայի կարիքները հոգալու եւ էլեկտրաէներգիայի ծախսերը խնայելու համար, որը հետագայում կօգտագործվի դպրոցի սննդի անվտանգության եւ որակի բարձրացման համար։ Ընդհանուր 20 կՎտ հզորությամբ։ Շահառուներ, Տեղ խոշորացված համայնքի դպրոց 200 սան, Կապանի դպրոց 123 աշակերտ։ Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի եւ Սիգեյֆի կողմից։ Բյուջե 17.074.000 դրամ, 43.000 ԱՄՆ դոլար։ Արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել նաև Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում։ Խաչարձան համայնքում ընդլայնվել է նաև լուսավորության ցանցը, բարձրացնելով համայնքի բնակիչների կենցաղային հարմարավետության մակարդակը։ Շահառու 46 ընտանիք, ջրատաքացուցիչներ։ Շահառու ավելի քան 300 բնակիչ, փողոցային լուսավորություն։ Ծրագիրը ֆինանսավորվել է արգենտինահայ բարերարներ Թերզյան, Կալչյան, Դեմիրճյան եւ Ավակյան ընտանիքների կողմից։ Բյուջե 9.914.000 դրամ, 25.000 ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ 2019 թվականից առ այսօր Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Լոռիի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի 47 բնակավայրերում տեղադրվել է շուրջ 700 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ։ Սյունիքի եւ Տավուշի մարզերի 25 բնակավայրերում ապրող 600 սոցիալապես անապահով եւ կամ բազմազավակ ընտանիքների առանձնատների տանիքներին տեղադրվել է ընդհանուր առմամբ ավելի քան 100-ից 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ, որի գումարային տարողությունը կազմում է ավելի քան 131.000 լիտր։ Մարզեր՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Շիրակ, Լոռի, Արարատ, Գեղարքունիք։ Բնակավայր 47, 700 կՎտ արևային ֆոտովոլտային կայաններ։ Մարզեր՝ Սյունիք, Տավուշ։ Բնակավայր 25, Շահառու 600 ընտանիք։ Արևային էներգիայի ծրագրերը ֆինանսավորվել են Հայաստան համահայկական հիմնադրամի, Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի, Արգենտինայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի եւ ԱԿԲԱ բանկի վիզա բարերար քարտերով կատարված անկանխիկ գործարքներից գոյացող միջոցներով։